Եռագույնի եւ իրենց դրոշի ներքո շարահրապարակում նոր ժամանակների սերունդն է հայկազունները, մեկ շարքով, ինչպես փորձառու զինվորները, համազգեստով, զգաստ ու վերադասի ներկայությամբ պատրաստվում են իրենց ուսումնառությունը շարունակել փոքր մհեր կրթահամալիրում։ Երթման հանդիսավոր արարողությանը ներկա են բարձրաստիճան սպաներ, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, հայկազունների ծնողներ։ Փոքր մհեր կրթահամալիրի նոր ու արդեն փորձառու սաները միասին են պատրաստվել հանդիսավոր արարողությանը, մեկնարկը տալիս է պատվո պահակախմբի կրտսեր անձնակազմը։ Հայրենասիրական շնչով, մարտունակությամբ ու ապագային նոր աչքերով նայելով դեպի պետական սահման ձգտումով, որ պահելու են ամենաթանկը, հայրենիքը, հողը, պատմությունը, ազգը։ Սա միայն ֆիզիկական կոփվածություն չէ, սա գաղափարախոսություն է, որ սկսվում է ընտանիքից ու մանկությունից ու չի ավարտվում, որովհետև զինվոր պետք է լինել ծառայությունից առաջ ու հետո, գիշեր ու ցերեկ։ Սա հենց հայրենասիրական գաղափարի արդյունքն է ու ղողանջը, որ հայկազուններին դարձնելու է հայրենիքի նվիրյալ զավակներ։ Նորընծասաները բարձրաձայն ու պատասխանատվության բարձր զգացումով մեկ առ մեկ երթվում են լինել ավակների արժանի ժառանգորդը։ Բարձր պահել ազգիս, բարձր պահել ազգիս, հայրենիքիս, հայրենիքիս, կրթահամալիրիս, կրթահամալիրիս, ընտանիքիս եւ իմ պատիվը, ընտանիքիս եւ իմ պատիվը։ Հացն ու գինին եւ խորհրդանշական շղթան սեղաններին են յուրաքանչյուրի համար որպես առհավատչա, որին հետագայում կփոխարինեն ավելի բարձր կոչումներն ու պարգևները։ Եվ հաղթական համարները շարահրապարակում արդեն տարիների փորձ ունեցողներն են, որ ամրացել են, մարզվել ու ցուցադրում են իրենց կարողությունները, ոչնչացնելով պայմանական հակառակորդին ու ազատելով գերիներին։ Սա երկարամյա ու քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Նորեկների համար սա բաց դաս է բաց երկնքի ներքո, օրինակ, որ նմանվեն ու անեն ավելին, հիշելով, որ զինվոր ու հայրենիքի պաշտպան լինելը սոս կոչում կամ ծառայություն չէ, այն առաքելություն է, նվիրում ու ապրելակերպ, վառոդը չոր պահելու արվեստ։